Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է։ Քանի որ ավարտվում է 2025 թվականը, ես նախորոք ուզում եմ շնորհավորել բոլորիդ Սուրբ Ծնունդը եւ Ամանորը։ Ցանկանում եմ այս գալիք տարվա մեջ ավելի հաջողություններ, ավելի սեր միմյանց հանդեպ, միաբանություն եւ ամենակարևորը ավելի մոտիկանանք թե անձնապես, թե ընտանիքներով Տեր Աստծուն, որտեղ ես հավատում եմ մեր ազգը քրիստոնյա ազգ է եւ ինչքան Աստծուն մոտիկանա, այդքան Աստված մեզ ավելի կօրհնի։ Քանի որ տարվա վերջն է, ես ուզում եմ մի փոքր վիդեո կիսվել ձեզ հետ եւ կարծում եմ շատերդ օգտակար կլինի այն թեմայի մասին, որ որոշել եմ այսօր խոսալ։ Եկեք մի պահ մտածենք եւ տեսնենք ինչ արագ անցավ 2025 թիվը։ Եթե այսպես ակնթարթի ընթացքում գնանք եւ տեսնենք հունվար 25 թիվը, երևի բոլորս ունեինք երազանքներ, ունեինք նպատակներ այս 25 թվականի համար։ Բայց տարվա ընթացքում շատերը ինչ են անում, հանձնվում են։ Շատերը չեն գնում իրենց նպատակների ետևից։ Շատերը հուսախաբվում են, կոտրվում են, հանձնվում են եւ այդպես տարվա միգուցե առաջի 1-2 ամիսից հետո անցնում են իրենց առօրյա կյանքին, իրենց ամենօրվա սովորություններին եւ այսպես տարին մոտենում է ավարտին եւ ասում են՝ այս տարի էլ անցավ եւ շատերի մոտ բան չի փոխվում։ Ինչ անենք, որ մեր կյանքերում ունենանք փոփոխություններ։ Իհարկե խոսքը գնում է դրական փոփոխության մասին։ Այս մեսեջը եթե լսում ես, կապ չունի որ տարիքում ես, յուրաքանչյուր անհատ կարող է լիովին փոխել իր կյանքը, եթե հասկանա այս մի բանը։ Տարիներ առաջ, երբ որ լսեցի այս ասացվածքը, ինձ շատ յուրահատուկ ձևով կպավ։ Այսպես է այս ասացվածքը։ Երբ որ փոքր էի, ուզում էի աշխարհը փոխեի, բայց երբ որ մեծացա, հասկացա, որ միայն բանը, որ պիտի փոխեմ, դա ես փոխեմ ինձ։ Եվ երբ որ մարդ գալիս է այս հասկացողության եւ հասկանում է, որ իր կյանքում, իր շուրջը ոչ մի բան չի կարող փոխել, միակ բանը, որ կարող է փոխել, նա փոխի ինքը ինձ, իր կյանքում կսկսի մեծ փոփոխություններ եւ ինքը կտեսնի, թե կյանքը ինչ գեղեցիկ է։ Ամենակարևոր բանը Աստծու հետ մոտիկ լինենք եւ միշտ խնդրենք Աստծուն, որ մեզ իմաստություն տա մեր կյանքի յուրաքանչյուր ճանապարհների մեջ։ Ինչպես եմ ես վերջացնում տարին եւ ինչպես եմ պլանավորում մյուս տարին։ Այս թեմայի մասին ես շատ անգամներ եմ զրուցել, բայց տարիների ընթացքում, երբ որ զրուցել եմ կամ փորձել եմ մարդկանց օգտակար լինել այս թեմայով, այս միտքը, որ ես միշտ ամեն տարի դեկտեմբեր ամսվա մեջ անում եմ, եւ հետո հարցում եմ այդ անհատներին, ոնց էր դու արեցիր, ցավոք սրտի դեռ մեծամասնությունը չեն անում։ Գիտես, տարիներ առաջ եւ շատերիս շատ հայտնի խոսքեր ասողին լսող է պետք։ Եվ ես սկսեցի մի պահ մտածել դրա վրա, եթե ասողին լսող է պետք, ինչու լսողները արդյունք չեն բերում իրենց կյանքում։ Եվ եկա այն հայտարարին, որ ասողին լսող է պետք դեռ քիչ է, ասողին կատարող է պետք։ Մենք մեր կյանքի ընթացքում շատ բաներ ենք լսում, բայց ինչ լավ բան է լսես, եթե քո կյանքի մեջ գործնական չօգտագործես, պտուղները, արդյունքները չես ստանալու։ Ուզում եմ կիսվել, թե ես ինչպես եմ ավարտում տարին, ինչպես եմ վերանայում այս տարվան եւ ինչպես եմ պլանավորում իմ հաջորդ տարին։ Եթե ունես թուղթ գրի, անպայման գրանցի եւ սկսի գրել այս օրինակները։ Նախ առաջինը ուզում եմ մի հատ համար կարդալ Աստվածաշնչից եւ այս համարը Առակաց 16-րդ գլխի 9-րդ համարն է եւ ես կուզեմ ձեզ համար ընթերցել։ Այսպես է ասում Առակաց 16:9. Մարդու սիրտն է ծրագրում իր ճամփան, բայց Տերն է ուղղում նրա քայլերը։ Գիտես, Աստված էլ ուզում է, որ մենք ունենանք ծրագիր մեր կյանքում։ Ինչու՞։ Որովհետև երբ որ դու ունես ծրագիր եւ նպատակ քո կյանքում եւ տալիս ես Աստծուն, Աստված տեսնում է, որ դու ունես նպատակ եւ ավելի է օրհնում։ Իհարկե,
վերջում պիտի լսես, թե Աստված քեզ որտեղ է առաջնորդում եւ եթե քո ուղղության մեջ, քայլերի մեջ բաներ կա, պիտի փոխես, հնազանդ լինենք։ Բայց շատ կարևոր է, ինչի կարդացի դա, որ յուրաքանչյուր մարդ ունենա նպատակ։ Աշխատելով անհատների հետ, ընտանիքների հետ, իմ գործի բնույթի առումով շատերի հետ, երբ որ աշխատում եմ, մարդկանց մեծ մասը չեն անում այսպիսի քայլեր։ Ես ունեմ մոտ 20-22 տարվա տարիների ջուրնալներ, որ ամեն տարի գրանցում եմ իմ երազանքները, ծրագրեր եմ կազմում։ Իհարկե, ոչ ամեն անգամ է դա 100%-անոց կատարվում, բայց ամենա confused հայերեն բառը երևի շփոթված մարդը այն է, երբ որ չգիտի, թե կյանքում ինչ է ուզում։ Դրա համար յուրաքանչյուր տարի, երբ որ սկսում եմ ես այս հարցերին լրջորեն հարցնում եմ ինքս ինձ. ով եմ ես, ինչ եմ ուզում անել իմ կյանքի հետ, ուր եմ ուզում հասնել եւ երբ։ Այս կարևոր հարցերը շատ կարևոր են եւ դու պետք է ոչ թե միայն այդ հարցերին մտքիդ մեջ պատասխանես, այլ գրանցես եւ ունենաս ծրագիր։ Շատ մարդիկ չեն հաջողվում իրենց կյանքում, որովհետեւ իրենք ամեն ինչ մտքի մեջ են դնում։ Ես ինչպես եմ պլանավորում, շատերդ արդեն գիտեք, որ ես ունեմ մի հաղորդում, որը կոչվում է Connect Forever, եւ այդ Connect Forever-ի 4 թեմաներն էլ եւ դրանց մասին եմ ավելի եւս մեկ անգամ ուզում հիշեցնել. հավատք, ընտանիք, առողջություն եւ ֆինանսներ։ Սկսենք մեր հավատքից։ Եթե ուզում ենք հաջողվենք, Աստծո խոսքը ասում է. ինձ դիր առաջի տեղը քո կյանքում, մնացած ամեն ինչ քո կյանքում կորտնվի։ Դա շատ լավ խոսք է, իհարկե այդպես ապրելը շատ անգամներ դժվար է, դրա համար ամեն օր պետք է մեր վրա աշխատենք։ Օրինակ հավատքի մեջ 25 թիվը ինչքան ժամանակ ես դրե կարդալ Աստծո խոսքը կամ աղոթել։ Գիտես, իմ բիզնեսում տարվա վերջ միշտ competition կա, մրցակցություն կա եւ երբ որ մրցում ենք թիմերով կամ անհատապես, շատ անգամ մեկը մյուսին ասում է ես քեզ հաղթելու եմ, ես քեզանից ավելի շատ եմ վաճառելու կամ ինչ որ այ։ Եվ ես սովորել եմ մի բան. ոչ մեկ քո մրցակցությունը չի, ոչ մեկ։ Դու պիտի մրցես ինքդ քեզ հետ։ Այսինքն, եթե 25 թվականին կարդացել ես Աստվածաշնչի կեսը եւ դու նպատակ ես դրել, որ 26 թվականին ամբողջը կարդաս եւ դու քո որոշմանը հաղթես, դու արդեն հաջողակ ես լինելու եւ մյուսներից ավելի առաջ ես գնալու։ Նայենք ինչքան ժամանակ ենք տրամադրել եկեղեցի գնալուց։ Մենք շատ անգամներ ասում ենք մենք քրիստոնյա ազգ ենք, բայց երևի տարվա մեջ մատերի վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ են հայ ընտանիքները գնում եկեղեցին, միգուցե 3-4 անգամ։ Բայց Աստված ասում է ամեն կիրակի օրը իմն է, այսինքն ամեն կիրակի մինիմումը պետք է գնանք եկեղեցի։ Մյուս բանը, մեր հավատքի մեջ ում հետ ունենք խնդիրներ, ում հետ կարող ենք, եթե խնդիրներ ունենք, բարիշենք, ներենք, որտեվ այդպիսի քայլերը մեզ ավելի ուժեղ մարդ է դարձնում։ Կամ օրինակի համար մեր ընտանիքների մեջ յուրաքանչյուրս ունենք ընտանիք, ընտանիքը այնպիսի մի բան է, որ ամեն օր աշխատանք կա անելու, կան ուրախ օրեր, կան դժվար օրեր, կան տխուր օրեր, կան ոչ այսպիսի շրջաններ, որ պետք է հաղթահարես, այնպիսի բաների մեջով են մարդիկ եւ ընտանիքները անցնում, եւ եթե ուզում ես հաղթահարես, պետք է ընտանիքի մեջ փորձես միաբանություն, սեր, ինչքանով կարող ես մեկը մյուսին օգտակար լինենք։ Եվ ինչու՞ չէ ընտանիքով տարբեր ակտիվիտիներ անենք, որ միմյանց ավելի շատ ճանաչենք։ Ցավոք սրտի այս social media-ն մտել է յուրաքանչյուրի ընտանիքը եւ շատ անգամ դա խանգարում է, որ միմյանց հետ ավելի շփվենք։ 26 թվականի մեջ միգուցե դրա վրա էլ աշխատենք բոլորս, սա բոլորիս է վերաբերվում, սկսած ինձանից։ Կամ միգուցե եթե 25 թվականի մեջ ընտանիքովդ գնացել ես տեղեր, travel ես արել 2-3 տեղ, միգուցե այս 26 թվականի մեջ ավելի նոր էքսպերիենսներ անեք, որ ավելի զարգանա քո ընտանիքը, ավելի իրար ճանաչեք եւ ավելի շատ հիշողություններ ստեղծեք ձեր կյանքերում, որտեվ
Երբ որ մարդիկ հասնում են բարձր տարիքի, դրանք են, որ հիշելու են իրենց կյանքերում։ Մյուս կարևոր կետը, որ ուզում եմ անպայման նշել, մեր հայերի մոտ մանավանդ առողջությանն է։ Այ ինչքան ժամանակ եւ ինչպես հետևեցինք մեր առողջությանը այս 25 թվականի մեջ։ Եթե բացթողումներ ենք արել եւ եթե նպատակներ ենք դրել ու չենք արել դրանք, 26 թվի մեջ ունենանք ծրագիր, որ դրա վրա էլ աշխատենք։ Որովհետեւ ինչքան մարդը մեծանում է, այդքան ավելի ուշադիր պիտի հետևի իր առողջությանը։ Շատերը ասում են, գիտես, մենք հնարավորություն չունենք։ Դա ուղղակի պատճառաբանություն է։ Յուրաքանչյուր անհատ կարող է որոշում անել, որ շաբաթը 3-4 անգամ կես ժամ առավոտը հելնի, քայլի, վազի, մարզվի կամ երեկոյան։ Այսպիսի ասացված կա, չէ, մարդու մտքին տեղ լինի։ Իհարկե, եթե քո մտքին տեղ կա, որ հետևես քո առողջությանը, դու կճարես ճանապարհները։ Եվ մյուս կետը նաև մեր ֆինանսների մեջ է։ Գիտես, այս ժամանակ, այս դեկտեմբեր ամսվա մեջ այնքան տոներ կա եւ բոլորը անհամբեր եւ շատ emotional որոշումներ են անում իրենց ֆինանսների մեջ։ Գնում են բաներ, որ չեն կարողան տակից դուրս գալ։ Այնպիսի որոշումներ են անում իրենց ֆինանսների մեջ, որ չունեն դրա հնարավորությունը եւ դնում են կրեդիտ քարտի վրա, բանկից են լոն վերցնում եւ փորձում են ինչ ձևով բաներ անել տարվա վերջ, որ միգուցե քո բաջետից դուրս է։ Այ եկեք ուշադիր դարձնենք նաև մեր ֆինանսների մեջ, արդյոք մենք ունենք լավ սովորություններ։ Լինելով ֆինանս ինդուստրիայի մեջ 23 տարի արդեն աշխատելով անհատների հետ, ես հստակ կարող եմ ասել, որ մարդկանց մեծ մասը բաջետինգ չեն անում, նրանք չեն նստում եւ նայում տենան ինչպես են ղեկավարում իրենց ֆինանսները։ Այ 26 թվականի մեջ ունենանք ծրագիր, ինչքան գումար սարքեցինք, որ պարտքերից ազատվենք, ինչպես կարողանանք մտածենք ինվեստմենտներ անել, ավելի խելացի իմաստուն վերաբերվենք մեր ֆինանսների մեջ։ Շատ անգամներ, եթե ինձ հետևում եք, լսած կլինեք, եթե դու ամեն անգամ մի բան գնում ես, ոչ թե ուզում ես, այլ կարիք ունես, այդ սովորությունը միայն քեզ առաջ կտանի ֆինանսապես, բայց միևնույն ժամանակ, երբ որ որոշումներ ես անում ֆինանսների մեջ, խորհուրդ հարցրա նրանցից, ովքեր քեզ կարողանան օգտակար լինեն։ Եթե ես կկարողանամ այս հարցերի մեջ քեզ օգտակար լինել, խնդրեմ ինձ գրի հարցը եւ ես կփորձեմ պատասխանել եւ իմ տեսանկյունը տալ քեզի։ Այսպես եմ ես պլանավորում իմ յուրաքանչյուր տարին։ Եվ որպես վերջնաբան ուզում եմ մի բան ասել։ Եթե Աստված յուրաքանչյուր անհատին տա երկար կյանք, օրինակի համար 80 տարի, այ երբևիցե հաշվել եք, թե այդ տարիներից ինչքանն է գնում որտեղ։ Մոտավորապես անհատները, յուրաքանչյուր անհատ իր կյանքի ընթացքում, եթե 80 տարեկան ապրի, 26 տարին անցկացնում է իր տարիները քնելով։ Եթե հանենք դա, տակը քիչ տարիներ է մնում, բայց դրան պետք է ավելացնենք անձնական մեր հոգ ստանելը կամ ուտելը միայն։ Այդ երկուսը իրար հետ մոտ 6 տարի է տանում մարդու կյանքից։ Այս վերջի տարիների ընթացքում, քանի որ ավելացել է social media-ն մեր կյանքերում, հաշվարկ են արել միջինը մոտավորապես 10 տարի տանում է մեր կյանքից լինելով social media-ի մեջ։ Հաջորդը մեր հայերի մոտ շատ է սա լինում սպասել։ Գնում ենք միտեղ, սպասում ենք, ուշանում ենք, սպասում ենք մյուսներին, այդ սպասողությունը մարդ մոտավորապես 4-ից 5 տարի իր կյանքում սպասում է։ Եթե այս բոլոր թվաբանությունները հանենք, վերջում մոտավորապես 12-ից 15 տարի է մնում, որ դու իրոք ակտիվ պետք է ապրես։ Միտքս ինչ է։ Մենք երկար ժամանակ չունենք այս կյանքում։ Դրա համար պետք է լրջորեն մոտիկանանք յուրաքանչյուրս մեր կյանքին եւ իրոք որ տարիքում էլ որ կանք, հասկանանք, որ մենք կարող ենք մեր կյանքում շատ բաներ փոխել։ Կարող ենք մեր կյանքում այնպիսի փոփոխություններ անել եւ մեզ վրա աշխատելով դառնալ ավելի
ուժեղ մարդ, ավելի լավ օրինակ մյուսների համար եւ ավելի լավ սովորություններ կերտենք մեր մեջ, ինչու որտեվ դա նաեւ փոխանցվում է մեր հաջորդ սերունդին։ Ավարտելով այս տարին ցանկանում եմ իրոք յուրաքանչյուրիդ, որ եւս մեկ անգամ վերանայեք ձեր կյանքերը եւ հավատաք, որ Աստված կարա ձեզ օրհնի յուրաքանչյուրիս։ Փոխենք մեր մտածելակերպը, աշխատենք ինքներս մեր վրա եւ կտեսնենք, թե ինչպես է կյանքը ծաղկում եւ ինչպես է կյանքին ուրիշ տեսանկյունից նայելով հասկանում ես, որ Աստված այնքան գեղեցիկ է սարքել այս կյանքը, ուղղակի մենք պետք է նկատենք։ Շնորհակալ եմ բոլոր իմ հետևողներին, որ տարիներ ինձ հետևում եք, նրանք, որ ովքեր առաջի անգամ են միանում կամ ճանաչում ինձ կամ հետևում, անպայման իմ YouTube-ին հետևեք, social media-ի մեջ Mais Mike Caribbean եւ ամենալավն եմ ցանկանում ձեզ, ձեր ընտանիքներին 2026 թվականին։ Աստված օրհնի բոլորիդ։